Ռուսաստանի Դաշնությունում որևէ փոփոխություն չկա այն խոստումը, որ մեր բեռնափոխադրողների համար 90-օրյա ռեժիմը կդառնա 180-օրյա, դեռևս մնացել է խոստման մակարդակում։ Շարունակում են բեռնափոխադրողներին մուտքի արգելք դնել եւ շարունակում են բեռնափոխադրողները հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ Ռուսաստանի միգրացիոն խստացումների պատճառով արտաքսման վտանգի առաջ կանգնած բեռնատարների հայ վարորդների խնդիրները դեռ չի լուծվել։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է, պարզապես վարորդների մի մասն ավելի զգուշավոր են դարձել։ Եթե արդեն սպառել են 90-օրյա ժամկետը, այլևս չեն գնում Ռուսաստան, որ ոչ արտաքսվեն, ոչ դատարանի առաջ կանգնեն, ոչ էլ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվեն։ Այսինքն անգործ են մնում Հայաստանում, մինչև տարին փոխվի։ Ոստիկանությունը շարունակում է մուտքի արգելքները դնել։ Կոռուպցիոն ռիսկերը մեծացել են եւ գումարային շորթումների թվերը մեծացել են, երբ որ ոստիկանությունը պատրաստ է աչք փակել, եթե օտարերկրացու մոտ ժամկետը անցած է, որոշակի գումարի դիմաց։ Սա բավականին ակտիվ կիրառվում է, ցավով պետք է նշեմ, բայց ամեն դեպքում ինչ որ պահի նույնիսկ այդ մարդկանց նկատմամբ հնարավոր է կախված ոստիկանի տրամադրությունից իրենք դնեն մուտքի արգելքը։ Վարորդներն ասում են, իրենց բողոքի ակցիաներով չկարողացան պարտադրել Հայաստանի կառավարությանը, որ ռուսական կողմին համոզի հայ բեռնատարների համար անիրատեսական է տարվա ընթացքում 180-ի փոխարեն 90 օր այդ երկրում գտնվելու սահմանափակումը։ Հիշեցնում են, Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը Լարսն է, իսկ այնտեղ գրեթե միշտ անծայրածիր խցանումներ են։ Այդ 90 օրվա մեծ մասը հենց Լարսի խցանումներում են սպառում։ Երևի հենց այս ռեյսը կվերադառնա, եթե Լարսում հանգարց շատ հերթ եղավ, իմ օրերը կփրկվի։ Իմ մոտ այնպես տպավորությունն է, ոնց որ մեր մասին էլ ոչ մեկ չի հիշում, մենք այս բացի թողի վիճակում գնում գալիս ենք, ով որ պահին ինչի հանդիպեց, այդ պահին իր հնարավորությունների սահմաններում փորձում է այդ հարցը լուծի։ Վախենալով գնում ենք, վախենալով գալիս ենք։ Տունել չեմ կարող մնալ, որտեղ սա իմ միակ աշխատանքն է։ Հիմա երբ որ զապրետ կլինի, վաղ կգնամ, կկանգնեմ կառավարության շենքի դեմը, կապրեմ ընդ էլի։ Վարորդները դադարեցրել են բողոքի ակցիաները, որովհետև պնդում են, շատերը ստիպված զարտուղի տարբերակներով են բեռները Ռուսաստան հասցնում։ Ասում են, թանկացրել են բեռնափոխադրումները, որ կարողանան Ռուսաստանի ճանապարհներին իրենց կանգնեցնող տեսուչների պահանջած գումարը վճարել։ Ըստ նրանց, սա է պատճառը, որ Ռուսաստանից Հայաստան բերված ապրանքները շուկայում ավելի թանկ են վաճառվում։ Իդեպ պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում 1 տարում սննդամթերքը 5.4%-ով թանկացել է։ Թե միգրացիոն փորձագետը եւ թե օրինակ անանուն մնալ ցանկացող այս վարորդը ասում են, ռուս տեսուչներն իրենցից շուրջ 250,000 դրամ են պահանջում։ Մոտապես ինչ գումարների մասին է խոսքը, որ ասում եք թվերը մեծանում։ 30-ից 50,000 ռուբլի։ Կաշառքը երբևիցե չէր էլ վերացել, ուղղակի հիմա ավելի է բարձրացել թվերը։ Մեր կաշիները քերում են այդ ճանապարհային ոստիկանները։ Կանգնացնում են, անգամ արդեն գյուղերի մեջ որտեղ կանգնած են, սկսում են, բան օրերը տենք հաշվում է, ասեն, դե բնական է, վարորդն էլ իր աշխատանքը պահելու համար ըստ իրավիճակի գումարներ են էլի շորթում, մեծ գումարներ։ Ռուսաստանում միգրացիոն խստացումներն ուժի մեջ են մտել այս տարվա հունվարից։ Օրենքը խախտողները տուգանվում, ձերբակալվում, արտաքսվում, հաճախ նաև կալանավորվում են։ Բայց այս խնդիրների մասին տեղեկանում են, երբ ռուսական իրենց բանկային հաշիվները սառեցվում են։ Սա նշանակում է, որ արդեն հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում։ Փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է, իրենց առայժմ հաջողվել է շուրջ 150 վարորդների այդ ցանկերից հանել, բայց առայժմ միայն սա է փոքրիկ առաջխաղացում։ Որպես փորձագետ իմ ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի եւ ԵԱՏՄ հանձնաժողովի համագործակցության արդյունքում մինչեւ այս պահը ինձ դիմաց բոլոր վարորդներին, որոնք հայտնվել էին վերահսկվող անձանց ռեեստրում, ԵԱՏՄ-ի դիմումների համաձայն հանել են վերահսկվող անձանց ռեեստրից, բայց քանի որ հիմա նաեւ այդ համակարգերի փոփոխությունն է ուժի մեջ, ամենայն հավանականությամբ հաջորդ տարվանից ռեեստրում հայտնված անձանց թույլ չեն տա մուտք գործեն։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր ազգային ժողովում հայտարարել, եթե բեռնափոխադրումների խնդիրը քաղաքական է, Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանությունը զիջելու գնով լուծման գնալ։ Փորձագետ Տաթևիկ Բեժանյանը թեև համաձայն է Միրզոյանի հետ, բայց պնդում է, կառավարությունը դեռ նախորդ տարի պետք է ինտենսիվ բանակցությունների անցներ, որ բանը դեպորտներին չհասներ։ Բեժանյանը հիշեցնում է, Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ երկիր է։ Այդ պայմանագիրը որպես միջազգային փաստաթուղթ բարձր է բոլոր ազգային օրենսդրություններից։ Ըստ նրա, ԵԱՏՄ բոլոր երկրները պետք է հղում անեն սրան ու նշեն, որ առնվազն ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա այս արգելքը պետք է չտարածվեր։ Եթե ես օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն գիտեի այդ հայտարարության մասին, որ օրենքը վերաբերվելու է բոլոր այդ
այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին եւ առնվազն 1 տարի խոսում էի դրա մասին, ես վստահ եմ, որ կառավարությունն տեղյակ է դրանից։ Նույնիսկ օրենսդրություն փոխել պետք չի, ընդամենը պետք է, որ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական կամք դրսևորի, հարգել իր իսկ կողմից ստորագրած ԵԱՏՄ պայմանագիրը։ Ռուսաստան մտնելու մինչև 5 տարվա արգելք ստացած բեռնատարների հայ վարորդները դեռ տեղյակ չեն, ինչպես է լուծվելու իրենց հարցը։ Փորձագետ Բեժանյանն էլ չգիտի, արդյոք քննարկվում է այս մարդկանց ճակատագիրը։ Նրանք փաստորեն 3-ից 5 տարի չեն կարող զբաղվել իրենց հիմնական աշխատանքով։